Եվ Հիսուս ասաց. դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. միթե մենք էլ կույր ենք։ Հիսուս նրանց ասաց. եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում եք եւ ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվն է ոչխարների։ Դռնապանը նրա համար բացում է դուռը եւ ոչխարները լսում են նրա ձայնը եւ նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է անում։ Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում եւ ոչխարները հետևում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ Օտարի հետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը։ Հիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ Դարձյալ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձանից առաջ եկան, գող էին եւ ավազակ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ Ես եմ դուռը, եթե մեկ իմ միջով մտնի, կփրկվի, կմտնի եւ կելնի եւ ճարակելու բան կգտնի։ Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի եւ կորստյան մատնի, իսկ ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս ունենան։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է դատաստանի համար եկա աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում տեսնեն, ովքեր տեսնում են կուրանան։ Մարդը, որ ծնվում է աշխարհ է գալիս, Աստված իրեն պարգևել է տեսողությամբ, որ տեսնի իր շրջապատի աշխարհը, որ տեսնի իր շրջապատի զգալի աշխարհը, տեսանելի աշխարհը, շոշափելի աշխարհը։ Եվ երբ որ երեխան մի քիչ մեծանում է, ծնողները տեսնում են, որ երեխան չի տեսնում, սկսում են անհանգստանալ։ Բժշկի են տանում, աչքերն են ստուգում, արդյոք մի բան չկա այս երեխայի տեսողության հետ, որ չի տեսնում։ Եվ երբ որ տեսողության հարցերը կարգավորվում է, մարդիկ հանգստանում են, ասում են լավ է, տեսնում է։ Ոմանք ավելի սուր են տեսնում, ոմանք ավելի թույլ են տեսնում, տկար են տեսնում, ոմանք տեսողությունը լավացնելու համար հատուկ միջոցների են դիմում, ակնոցներ են կրում, որպեսզի ավելի լավ տեսնեն։ Բայց այս ամեն ինչը վերաբերվում է մեր ֆիզիկական կամ կենսաբանական տեսողությանը։ Բայց Հիսուս այստեղ խոսում է ուրիշ տեսողության մասին, կարևոր տեսողության մասին, հոգևոր տեսողության մասին, այսինքն իմանալի աշխարհը տեսնելու մասին, այլ ոչ թե զգալի աշխարհը, հոգևոր աշխարհը տեսնելու մասին, Աստծուն տեսնելու մասին, հոգևոր իրողությունները տեսնելու մասին։ Ցավոք սրտի, այստեղ ծնողները շատ չեն անհանգստանում, երբ իրենց երեխաները այս տեսողությունը չունեն։ Շատ հաճախ նույնիսկ ծնողները չունեն այս տեսողությունը։ Եվ մտածում են, որ ամեն ինչ նորմալ է։ Այսինքն չունեն հոգու տեսողություն, չունեն մտքի տեսողություն։ Բայց մեր եկեղեցու սրբերից մեկը, Սուրբ Եղիշեն ուրիշ բան է ասում։ Ասում է լավ է լինել կույր աչոք, քան կույր մտոք, այսինքն մտքի կուրությունը շատ ավելի սոսկալի բան է, քան աչքի կուրությունը։ Ասում է ավելի լավ է մարդ աչքով կույր լինի, քան թե մտքով կույր լինի։ Ավելի լավ է մարդու աչքը չտեսնի, քան թե միտքը չտեսնի, հոգին չտեսնի Աստծուն, հոգևոր իրողություններ չտեսնի։ Եվ Քրիստոսն ասում է ես եկա, որպեսզի ձեր աչքերը բացեմ, որպեսզի դուք չմնաք միայն այս աշխարհի սահմանափակ
զգայական, նյութական տեսողության շրջանակի մեջ, այլ ձեր տեսողությունը բացվի եւ դուք տեսնեք ավելի ընդարձակ, տիեզերքի ցանկով, դուք տեսնեք Աստծուն, դուք տեսնեք հոգեվոր իրողություններ եւ ճանաչեք Աստծուն, որովհետեւ Պողոս Առաքյալը իր թղթերից մեկում ասում է. ես ելա երկինք եւ տեսա բաներ, որ անհնարին է լեզվով պատմել։ Ես սրբերի վկայությունները այդպիսին են, ովքեր ունեն այդ տեսողությունը, որ տեսնում են հոգևոր աշխարհը, ասում են մեր տեսածի նույնիսկ մի փոշեհատիկը չկա այս աշխարհի մեջ, ինչ որ իրանք են տեսնում, բայց ցավոք սրտի, ասում է, եկել եմ նաև որպեսզի ոմանք կուրանան, որտեվ շատ շատերը կարծում են այս աշխարհի իրենց տեսողությունը բավարար է իրեն եւ ասում են մենք ուրիշ տեսողության կարիքը չունենք։ Մեզ այս աշխարհն էլ է բավարար, այս աշխարհի մեջ ինչ որ կա, մեզ բավարար է եւ բավարարվում են ընդամենը իրենց ֆիզիկական աչքի տեսածով եւ չեն ձգտում ուրիշ տեսողության։ Այդ մարդիկ կույր են, մնում են կույր վիճակի մեջ, հոգեվոր առումով։ Քրիստոսն ասում է ես եմ դուռը։ Մենք որ ծնվում աշխարհ ենք գալիս, մտնում ենք այս աշխարհի դռնով, այս աշխարհի մեջ։ Եվ ապրում ենք այս աշխարհի մեջ։ Մի օր էլ այս աշխարհից դուրս ենք գալիս մի դռնով, որի անունը մահ է։ Մահը մի դուռ է, որով մարդ այս աշխարհից դուրս է գալիս։ Մտանք աշխարհ, դուրս եկանք աշխարհից։ Բայց Քրիստոսն ասում է, որ ուրիշ դուռ կա, որի անունը Հիսուս Քրիստոսն է։ Եվ ով որ այդ դռնով չմտնի, չի փրկվի, չի հասկանա կյանքը ինչ է։ Քրիստոս դռնով պիտի մտնի մարդ, որպեսզի իմանա ճշմարտապես ինչ է կյանքը։ Եվ ասում է, ով որ իմ դռնով մտնի, նա կփրկվի։ Նա կունենա ճարակելու բան, կհասկանա թե ինչի համար ապրեց, ինչ էր այս կյանքը, ինչու էր տրված մեզ, ինչ ուրախություն եւ երջանկություն կա այս կյանքի մեջ։ Այլապես Քրիստոս դռով չմտած մարդը, հոգևոր տեսողություն չունեցող մարդը խաբկանքի մեջ է, ինքը թվում է թե երջանկություններ ունի, մի քիչ ուտում խմում է, կարծում է երջանկությունը դրա մեջ է, մի հատ թատրոն է գնում, կարծում է երջանկությունը դրա մեջ է, մի քիչ հարստություն է կուտակում, կարծում է թե երջանկությունը դրա մեջ է, իրականում խաբկանքի մեջ է, պատրանքների մեջ է մարդը։ Եվ միայն Քրիստոս դռնով մտած մարդը կարող է ունենալ իսկապես երջանկություն, իսկապես լիարժեք կյանք, ինչպես Քրիստոսն էր ասում է, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ առավել եւս կյանք ունենաք։ Եվ այս նույն խորհուրդների մասին էր խոսում նաեւ Հովհաննես Ավետարանչի առաջին ընդհանրական թղթից մի հատված, որտեղ Հովհաննես Ավետարանիչը հետեւյալն է ասում. Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու ապագայում, երբ Քրիստոս գա։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, ովքեր մտել են Քրիստոս դռով, ում աչքերը բացվել է, երբ նա հայտնվի Քրիստոս, ասում է լինելու ենք նրան նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա։ Եվ ամեն ոք, ով այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։ Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում, եւ ամեն մեղք ինքնին անօրենություն է։ Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ ամեն մարդ պիտի մաքրի իրան, ով որ այս հույսը ունի։ Ուրեմն մեր կյանքը ինչ է՝ մաքրվել, սրբվել, մեղքից հրաժարվել, մեղքը հաղթահարել։ Եթե մենք չենք փորձում մեղքը հաղթահարել, Քրիստոս մեր մեջ չի բնակվում։ Մենք կապ չունենք Քրիստոսի հետ, որտեղ Քրիստոս դրա համար եկավ, որպեսզի մեղքը աշխարհից վերացնի։ Եվ իր խաչելությունը մեղքի վերացումն էր։ Ինքը մեղքերը խաչի վրա ջնջեց աշխարհին եւ ուզեց, որ մեղքը վերացնի աշխարհին։ Եվ դրա համար է առաքյալը շարունակում իր խոսքը հետեւյալն ասելով. Գիտենք, որ նա այն պատճառով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքը, բայց նրա մեջ մեղք չկա։ Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, Քրիստոսի մեջ,
չի մեղանչում։ Եվ ամեն ոք, ով մեղանչում է, ոչ տեսել է նրան, ոչ էլ ճանաչել, ասում է առաքյալը։ Մեր ընթացքը պիտի լինի հարատև պայքար մեղքի դեմ, հարատև պայքար մաքրվելու համար, հարատև պայքար Քրիստոսի հետևից ընթանալու համար։ Եվ այսօրվա առավոտյան ժամերգության ժամանակ ընթերցված ավետարանում Քրիստոսն այդ մասին հետևյալն է ասում։ Ղուկասի ավետարանում. Եթե մեկը ինձ մոտ գա ու չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, ասել է թե իր կյանքից, չի կարող իմ աշակերտը լինել։ Որովհետև ով չվերցնի իր խաչը եւ իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ այդ հատվածի վերջում ընդհանուր է խոսում արդեն, ասում է այսպես էլ ձեզանից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Այստեղ ունեցվածք ասելով չհասկանանք նյութական ունեցվածքը, այլ այն ամեն ինչ մարդն ունի, նույնիսկ իր կյանքը։ Այսինքն պայման է դնում Քրիստոս հստակ, որ իմ ետևից գալու պայմանը, մեղք հաղթահարելու պայմանը մեկն է, հրաժարվել անձից, հրաժարվել ամեն ինչից, այս աշխարհի մեջ ամեն ինչից, որպեսզի շահես երկինքը։ Եթե դու այս աշխարհից չհրաժարվես, կպած մնաս այս աշխարհին, երկինքը չես կարող շահել։ Չես կարող Քրիստոս դռնով մտնել եւ փրկվել։ Չես կարող տեսնել այն, ինչ որ Աստված ուզում է քեզ ցույց տա։ Այսինքն ճշմարիտը, ճշմարտությունը չես կարող տեսնել, որտեղ այս աշխարհի տեսողությունը խանգարում է տեսնելու ճշմարիտը։ Մեկը հարցնում է մի ճգնավորի, ասում է, ինչի՞ց է, որ հարուստները ավելի ժլատ են եւ չկամեցող, բայց աղքատները ավելի կամեցող են եւ ավելի առատաձեռ են իրենց աղքատության մեջ։ Այս ճգնավորն ասում է, հələ մի հատ գնա հայրու մեջ նայիր։ Գնում է հայրու մեջ նայում, ասում է, ինչ ես տեսնում։ Ասում է, ինձ եմ տեսնում հայրու մեջ։ Ասում է, դե հիմա գնա պատուհանից դուրս նայիր։ Ասում է, ինչ ես տեսնում։ Ասում է, դրսում տեսնում եմ երեխաները խաղում են։ Ասում է, դե լսիր։ Հայլին էլ, պատուհանն էլ նույն ապակին է։ Բայց մեկի հետևը մի քիչ արծաթ է քսած։ Հենց մի բանի վրա արծաթ է սկսում, իրանից բացի ուրիշ բան չի տեսնում։ Այսինքն այս աշխարհի հրապուրանքն է, այս աշխարհի սերն է, այս աշխարհի իրողություններն են, որ մեզ զրկում են ճշմարիտ տեսողությունից։ Հենց արծաթը քսվում է, այլևս մենք շատ բան չենք տեսնում, մենք մենակ մեզ ենք տեսնում, որպես աշխարհի կենտրոն, ու չենք կարողանում մեզնից հրաժարվել, մեր անձը ուրանալ, մինչդեռ Քրիստոսն ասեց, պիտի անձդ ուրանաս, պիտի ոչ թե քեզ տեսնես, այլ պիտի տեսնես Աստծուն եւ Աստծո լույսի ներքո քեզ պիտի տեսնես, այն ժամանակ կհասկանաս, որ դու ոչինչ ես, որ դու ոչ մի արժեք չունես, որ Աստված է ամեն ինչ, եւ եթե դու մի բան ես, ապա այնքան ես, ինչքանը որ Աստված քեզ տվել է, Աստծով ես, Աստծո շնորհով ես։ Քրիստոս սրա համար հարություն առավ։ Քրիստոս հարություն առավ, որ մենք սկսենք այլ կերպ ապրել, որ բացվի մեր հոգու տեսողությունը, որ մենք մտնենք Քրիստոս դռնով, որ մենք մեղքի դեմ պայքարենք, որ մենք ամեն ինչից կարողանանք հրաժարվել եւ շահենք ճշմարիտը, գանձը, երկնքի արքայությունը։ Քրիստոս հարյավ իմերելոց։